Բարև ձեզ հարգելի հետևորդներ, Օրագիր Նյուզի եթերում ըստեյությանն է եւ այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք Տավուշի նախին փոխմարզպետ Թաթուլ Ստեփանյանին։ Բարև ձեզ, պարոն Ստեփանյան, շնորհակալ ենք մեր հրավերը ընդունելու համար։ Շնորհակալություն հրավերի համար, բարև ձեզ։ Պարոն Ստեփանյան, թիմի մասին օրենքում փոփոխություններ են լինելու, դա արդեն շրջանառվում է, կոնկրետ ինչին է վերաբերում այդ փոփոխությունները։ Մինչև փոփոխություններին անդրադառնալը մի երկու բառով խոսենք թիմի մասին, որպեսզի sense ամբողջական ծածկույթ կարողանանք ընդգրկել։ Ինչի համար թիմ։ Առաջին հատկից թվում է թե բոլորին པարզ պիտի որ լինի, բայց իրադարձությունները ցույց են տալիս, որ դա դժբախտաբար այդպես չի։ Անգամ ընտրվելու փորձանող պայմանական կուսակցությունների առաջին համարները, որոնք պիտի համայնք ղեկավարներ դառնան, շատ են խոստումներ տալիս, որոնք իրանց լիազորություններից դուրս է։ Ինչը ենթադրում է, որ մինչև վերջ պարզ չի թե ինչու թիմ։ Ինչու թիմ։ Թիմ դրա համար, որովհետև դա մեր երկրի որդեգրած քաղաքականության մասն է եւ նաեւ որոշ առումով պարտավորությունը։ Քանի որ մենք փորձում ենք դեմոկրատական երկիր լինել, ենթադրում է, որ լիազորությունների մի որոշ մասը պետական ինստիտուտները պիտի փոխանցեն համայնքներին։ Հենց այդպես էլ ձևակերպած այն խարտիայում, որը մենք ստորագրել ենք, որպես նորանկախ պետություն։ Հիմա այդ անելիքները, պետական անելիքները, մեր տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքը, որը հղում է անում սահմանադրությունից, այսինքն սա սահմանադրական օրենք է, ոնց է ձևակերպել։ Ասում է դա մի մարմին է, որը պետք է լուծի համայնքային նշանակության հանրային հարցեր։ Այսինքն երկու բանալի բառ կա՝ համայնքային նշանակության եւ հանրային հարցեր։ Ինչից ենթադրվում է, որ անձնական հարցերը պիտի բարձրանան հանրային հնչեղություն ստանան, նոր թիմը դրանով զբաղվի, բայց երբ որ խնդրին անդրադառնում ենք համայնքային նշանակության, այստեղ իրավական փակուղ ենք հանդիպում։ Ինչի, որովհետև չկա որևիցե մի իրավական նորմ, որը մեզ ձևակերպի, թե ինչ է նշանակում համայնքային նշանակության հարցեր։ Օրինակ, որոնք են դրանք։ Ոչ միտեղ անհասկանալի է դա։ Ու այս անհասկացված լինելու տրամաբանությունը եւ նախորդ օրենքի մեջ ազետեղված եւ ներկայիս փոփոխություններում ակնառու։ Այսինքն հոդվածներ եւ կետեր կան, որոնք իրար հետ ընդհանրապես առնչություն չունեն, մեկը մյուսի հակասում են, բազում են մոտեցումները, որոնք այլ օրենքների են հակասում, մի շարք են կետերն ու հոդվածները, որոնք հենց մայր օրենքին, սահմանադրությանն են հակասում։ Հիմա թեկուզ այդ համայնքային նշանակությանը ինքը ձևակերպումը ճշգրիտ է, չէ՞։ Սա պիտի այդ բովանդակությունը լցվեր այս տարիների ընթացքում, կամ գոնե փորձարվել այս նոր օրենքի շրջանակներում այդ բովանդակությունը լցներ, որպեսզի թեկուզ հենց ինքը կառավարողը հասկանա, թե որոնք են այդ հարցերը, որտեղ են նրանք ձևավորվում, որտեղից են գալիս դառնում համայնքային նշանակության, իսկ եթե ենթադրենք, թե իրենք ժամանակին ու պատշաճ որակով այդ հարցերին լուծումներ չեն տալիս, այդ դեպքում այդ հարցերը ուր են գնում։ Գնում են մարզ, գնում են ազգային մակարդակ, ուր են գնում, ոնց է այդ ամբողջ հիերարխիան աշխատելու, սինխրոնիզացված։ Ենթադրվում է, որ պիտի այդ օրենքը ներդաշնակեցված լիներ տարածքային կառավարման մասին օրենքին, որը մարզային մակարդակում պիտի գործեր, ու նաև ներդաշնակեցված լիներ կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքին։ Բայց ցավոք սրտի այդպես չի։ Որտեղից հասկանալ անհնար է դա։ Թե որն են այն հարցերը, որոնք համայնքային նշանակություն ունեն։ Էսիս պատճառով էլ այս բոլոր այս հոդվածները եւ այդ գործառույթը, որ այս գրեթե 30 տարի այդ պրակտիկան շարունակվում է, արդեն որոշ մոտեցումներ է կարծրացրել եւ բնակչության շրջանում եւ հենց աշխատակազմերում թիմերի։ Այսինքն կարծրացել է, որ այս հարցերով իրանք պիտի զբաղվեն, բայց այդ հարցերը համայնքային նշանակության չեն։ Ու նաև բնակիչ ինչ որ ակնկալիք ունի համայնքից,
տվյալ դեպքում ինչ որ սպասելիքներ ունի։ Ու որպես կանոն նկատում ենք, որ ամենուր ձախողում են համայնքային իշխանությունները։ Շատ կարճ ժամանակ հիասթափություն են առաջացնում բնակչության շրջանում։ Սա մենակ նրանով չի, որ այս հիասթափեցնողը վատ են կառավարում, այլ նաև այն պայմանները, որը նաև այս օրենքով է պայմանավորված, շատ վատ է ձևակերպված։ Ու ցանկացած մեկի ով հայտնվում է այդ իրավիճակում, շատ կարճ ժամանակ հանրության շրջանում հիասթափություն առաջացնում, թեկուզ եթե հենց օրենքի շրջանակներով գործի, որովհետև այդ միջավայրը, որ օրենքն է ստեղծում ու նաև գործողություններ է պարտադրում, չէ՞, այդ գործողությունները այդ հանրային շահին չեն սպասարկում։ Այսինքն քաղաքացին սպասելիքներ ունի, չի արդարացվում, տվյալ դեպքում ազգային մակարդակում նույնպես սպասելիքներ ունեն այդ համայնքի իշխանություններից, նույնպես չի ստացվում, ձախողվում է, որոշ դեպքերում առավել եւս համամասնական ընտրակարգից սկսած, նաև քաղաքական կուսակցությունները ակնկալիքներ ունեն իրենց տեխնացուներից ու նորից այդ ակնկալիքները չեն ստանում։ Մի քանի հարթությամբ եւ մի քանի սեգմենտով ենք վնասվում։ Իմ համար ամենակարևորներից մեկը նա որ կառավարման այդ ամբողջ հիերարխիան խախտվում է։ Երկրորդը, որ հիմնական շահառուն քաղաքացին է երկրի, քանի որ սա այն օրենքներից մեկն է, որ անդրադառնում է մեր բոլորին, բոլոր բնակիչներս ապրում ենք համայնքներից դուրս բնակչություն չկա։ Այսինքն այս այն օրենքներից մեկն է, որ անդրադառնում է բոլորիս վրա։ Ու այդ բնակիչն էլի սպասելիքները ու իրան մատուցվող ծառայությունները հավուր պատշաճի որակով չի ստանում, եւ որ պակաս կարևոր չի, այն հնարավոր լիդերները, տեխնացուները, որոնք շատ թե քիչ լիդերի հատկություններ ունեն, տեսանելի են հասարակության մեջ, ու այս կամ այն ուժերը իրանց վրա շեշտադրում են, ակնկալում են, որ նրանց օգնությամբ կարող են հաղթել, չէ՞, այս մարդիկ են հուսախաբվում։ Այսինքն մենք նաև կադրային ռեսուրս ենք փչացնում սրանով։ Ու աստիճանաբար ինչ որ դերակատարություն ունեցող անձանց քանակը դժբախտաբար նվազում է, պասիվություն ավելի է մեծանում։ Իմ կարծիքով, բազում են խնդիրներ այդ ոլորտի, բայց հիմնական խնդիրներից մեկը պայմանավորված է տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքով։ Այսինքն, որ ամփոփեմ միտքս, ինչ ասա, սա մի հաստատություն է, մի մարմին է, որը պիտի զբաղվի համայնքային նշանակության հարցերով, ու նաև ըստ կրկին նույն օրենքի կարող է պետությունը նաև իրան պատվիրակել այլ լիազորություններ։ Եթե հիմնավորում է, որ այդ լիազորությունները արդյունավետ կիրականացվեն համայնքներում։ Ստեղ էլ խնդիր կա, իհարկե եթե ժամանակ կլինի կարող ենք նաև այդ հարցին անդրադառնալ։ Այս փոփոխություններով այս խնդիրները լուծում ստանալու են։ Ըստ իս նախկին օրենքի համեմատ այս նոր փոփոխությունները շատ ավելի վատն են, շատ ավելի տուպիկային են, քան որ նախկինը կար։ Ասեմ, որ հիմնական մասը պահպանվել է, կամ մի զգալի մասը պահպանվել է, բայց այն առաջարկող փոփոխությունները աննկարագրելի հակասություններ են առաջացնում։ Եթե դժբախտաբար, եթե իհարկե այս օրենքը ուժի մեջ մտնի, այս բովանդակությամբ ինչ որ կա, մեր համայնքային կյանքը շատ ավելի կխաթարվի, քան որ այսօր ներկայումս կա։ Դրա համար նաև ինչ է սպասվում մեզ։ Ինչ է սպասվում։ Հիմա փորձենք մի քանի հարցերով դրան անդրադառնանք, կետերով, հոդվածներով թեկուզ։ Հիմա, ուրեմն, այդ տեղական ինքնակառավարման սկզբունքն է։ 8-րդ հոդվածը ինչ է ասում։ Պետական մարմինների լիազորությունների փոխանցումը տեղական ինքնակառավարման մարմիններին, եթե այդ լիազորություններն առավել արդյունավետ կարող են իրականացվել համայնքներում։ Այսինքն սա ինչի մասին որ նոր խոսում ենք պատվիրակման։ Երրորդ ենթակետն է։ Այսինքն պետությունը գտնում է, որ այս գործառույթը համայնք ավելի արդյունավետ կիրականացնի ու դա պատվիրակում է։ Ընդ որում նույնպես նույն օրենքի տրամաբանությամբ ու նաև ֆիքսված է դա, պետությունը պարտավոր է համապատասխան ֆինանսական աջակցություն ապահովի։ Այդ ֆինանսները պիտի պետությունը ապահովի։ Եթե ֆինանսները չկան, համայնք կարող է հրաժարվի։ Բայց արդյոք միայն ֆինանսն է, որ համայնքը կարա այդ ծառայությունները արդյունավետ կառավարի։ Իհարկե ոչ, պետք են տեխնիկական հնարավորություններ, կադրային հնարավորություններ, տեխնոլոգիական ինչ-որ նորամտություններ, մշտապես վերապատրվեցնելու կարողությունները զարգացնելու ունակություններ, որոնք որպես կանոն համայնքներում չկան։
կամ շատ սակավ են այս ուրբանիզացիոն process-ները այդ կադրերը բերել են դեպի Երևան ու համայնքներում միգուցե Երևանամերձում էլի հնարավոր է ինչ որ խնդիրներ լուծել մայրաքաղաքի կադրային ռեսուրսի շնորհիվ, բայց ավելի ծայրամասերում այդ խնդիրը ավելի են սրվում։ Հիմա պետությունը պիտի հիմնավորի, որ համայնքը կարա դա արդյունավետ կատարի, բայց որևիցե մի պատվիրակման լիազորության մենք մեկ էս դրույթ չենք տնում։ Ինչու պիտի այդ պետական գործառույթը հենց համայնք, օրինակ, ենթադրենք թե մի համայնք մերժում է, ինչ որ պատճառներով չի ուզում այդ ծառայությունը մատուցի, այդ դեպքում ինչ է անելու պետությունը այդ համայնքում։ Մի այլ համայնքներում պատվիրակվելու է, այս մի համայնքներում ինչ է լինելու, այս ծառայությունը մնալու է բաց։ Այսինքն այնքան են այս խնդիրները, որ այս օրենքի նախագծում շատ մակերեսային են մոտեցել դրան։ Ակնհայտ է, որ սա թիմային աշխատանք է, որովհետև ընդգրկված է մեր կենսագործունեության բոլոր ոլորտները, բոլոր բնագավառները, այդ ենթադրում է, որ համապատասխան լիազոր մարմիններից ներկայացուցիչներ եղել են այստեղ, ու այս խնդիրներին անդրադարձել են։ Այդ դեպքում ինչ է սրանով փորձում, ինչ խնդիր է փորձում լուծել իշխանությունը, եթե նշում եք, որ սա ավելի վատն է, քան նախորդ տարբերակը։ Հիմա եկեք մի քանի հոդվածով փորձենք տարբերությունները զգալ։ Հիմա երկրորդը։ Ուրեմն, այս համայնքի լիազորությունները, ինչպես եւ նախորդ օրենքում, բաժանված են երկու մասի։ Այն մասնավոր պարտադիր պիտի անի, այն մասնավոր հայեցողության։ Պետհայեցողության անունը դրված է կամավոր լիազորություններ, պարտադիրն էլ սեփական։ Այդ սեփականը նշանակում է պարտադիրը, այս օրենքով նախատեսված, եւ գումարած այդ պետության կողմից պատվիրակվածը։ Այդ երկուսը միասին համարում ենք սեփական։ Օրենքում այդ տերմինները օգտագործում։ Հիմա տեսեք ինչի մասին է խոսքը։ Օրինակ, կամավոր խնդիրների համար սահմանափակում է դրել։ Ասում է բյուջեի ծախսային մասի 3%-ից ոչ ավելին տարեկան։ Որը ինքնին արդեն խնդրահարույց է դարձնում խնդիրը։ Երկրորդ, օրինակ, տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները արտակարգ իրավիճակներից բնակչության պաշտպանության օրինակ։ Ինչ է ասում։ Համայնք ղեկավար արտակարգ իրավիճակներից բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության կազմակերպման բնագավառում իրականացնում է հետեւյալ սեփական լիազորությունը։ Այսինքն նրանք են, որ ինքը պարտավոր է անել համաձայն այս օրենքի։ Հիմա տենանք ինչի մասին է, որ պարտավոր է անել։ Իրականացնում է միջոցառումներ համայնքային ենթակայության օբյեկտների անվտանգ աշխատանքը ապահովելու նպատակով եւ երկրորդը իրականացնում է համայնքի բնակչության ազդարարումը։ Իսկ այն հիմնական գործառույթը, որը ներկայում համայնքները անում են պարտադիր ռեժիմով ամենօրյա սկզբունքով, որն է կազմակերպում է համայնքի քաղաքացիական պաշտպանության միջոցառումների պլանավորումը իրականացումը, իրականացնում է համայնքի բնակչության նյութական մշակութային արժեքների պահպանումը, բնակչության պատսպարում անհատական պաշտպանության միջոցներով ապահովումը, ստեղծում է համայնքային քաղաքացիական պաշտպանության ծառայություններ, ստեղծում է քաղաքացիական պաշտպանության կազմակերպման համար անհրաժեշտ ուժեր եւ ապահովում այդ ուժերի պատրաստակամությունը եւ այլն։ Այս ամբողջը դրել է պատվիրակված լիազորությունների տակ։ Ոնց կարելի է կամ ոնց կարա համայնքը ինչ որ ակնկալիք ունենա, որ չգիտեմ, ինչ որ մի այն ժամանակ անց, ինչ որ մի արտակարգ իրավիճակ պիտի լինի, որ ինքը նախապես դիմի պետությանը, այդ պատվիրակումը ստանա, որ ենթադրենք թե ժամանակով սկսի այդ ծառայությունները մատուցել։ Սա չի կարա պատվիրակված լինի երբևէ, որովհետև սա իր ամենօրյա անելիքներն են։ Սրանք պիտի պատվիրակվածից տեղափոխել սեփական լիազորություններ ու սրա համար պիտի համապատասխան միջոցներ նախատեսել ու նաև հատկացնել։ Այսինքն, երբ որ խոսում ենք, որ համայնքներին մեր կենտրոնական բյուջեից տրվում է առավելագույնը որոշ հաշվարկներով 7, որոշով 9%, այս արդեն պիտի բխի ստեղից։ Այսինքն համայնքի այս գործառույթը պիտի կշռվի, պիտի հասկանալ ինչպիսի աշխատակազմ է պետք, ինչ նյութատեխնիկական ռեսուրսներ են պետք, ու նոր ըստ այդմ հասկանալ արդյոք 7-9 թե 19 թե 29%-ներ են պետք։ Մենք հիմնականում հիմա խնդիրները քննարկելուց, ինչքան որ հետևում ենք հանրային կյանքին, անընդհատ խոսում են այդ ֆինանսավորման բաղկացուցի բաղադրիչի մասին։ Կարծեք թե առաջի խնդիրը դա է, բայց առաջի խնդիրը դա չի։ Այդ ֆինանսները բխում են այս իր անելիքներից։ Նրանք պիտի արդարացված լինեն ու պիտի պայմաններ ստեղծեն սրա համար։ Հիմա երկրորդ խնդիրը։
Սոցիալական աջակցության բնագավառում հոդված 56-ն է այս փոփոխություն։ Կրկին սեփական լիազորությունները միջոցներ է ձեռնարկում հայտնաբերելու սոցիալական աջակցության կարիք ունեցող անձանց եւ ընտանիքներին, երկրորդ կետով միջոցներ է ձեռնարկում սոցիալական աջակցության կարիք ունեցող անձանց եւ ընտանիքներին օգնելու հայտնաբերել եւ օգտագործել դժվարությունները հաղթահարելու սեփական կարողությունները։ Այսինքն համայնքը պիտի սա անի։ Հիմա եթե հիշում եք, մի փոքր առաջ խոսում էինք, որ պետությունը իր լիազորությունները պատվիրակելու է միայն այն դեպքում, երբ որ համոզված է, որ համայնքը ավելի արդյունավետ կիրականացնի։ Հիմա այս ինչի մասին որ խոսացի, այստեղ նաև այլ կետեր կան։ Այս ամբողջը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կանոնադրությունում ամբողջովին զետեղված է։ Նույն կերպ նախարարության կանոնադրությունը մտնել կայքեջը դժվար չի սա։ Հաշմանդամություն ունեցող անձանց կանանց երեխաների տարեցների կյանքի դժվարին իր կետն է։ Հայտնաբերած բռնության եւ օրենսդրությամբ սահմանված եւ այլ անձանց կարիքների գնահատում սոցիալական աջակցություն։ Հիմա ով պիտի անի այս կարիքների գնահատումը։ Աշխատանքի եւ սոցիալ նախարարությունը, որ իր կանոնադրության պարտականությունն է, թե համայնքը պիտի անի դա։ Այս ստացվում է կառավարման երկակիությունը։ Այսինքն սա ստեղծելու է մի իրավական կազուս կրկին, որ չգիտենք դա ով պիտի անի, ինչ որ մի բան նա պիտի անի, ինչ որ մի բան նա պիտի անի, եթե այդպես է գոնե այդ մասով պիտի բաշխված լիներ, որ այսքանը դու պիտի անես, այսքան սենց չի, ընդհանուր ձևակերպումներ են տրված։ Ու ինչ է ստացվում, որ ստեղծում ենք կոնֆլիկտային իրավիճակ, որտեղ կոնֆլիկտի առաջացման հիմնական պատճառներից մեկը իրավական խնդիրներն են, երբ որ մենք իրավունքով ստեղծում ենք կոնֆլիկտային իրավիճակ։ Այն ինչ որ մենք ամենօրյա տեսնում ենք։ Երկրորդ կարևոր խնդիրը, մեկը մյուսի վրա, այսպես կոչված ձախողումները, չէ՞, նա իր ձախողումը գցի համեն, նա գցի ու սենց էլ այդ խնդիրը կգնա եւ ամենակարևորը սոցիալական աջակցության կարիք ունեցող անձը ում պիտի դիմի իր խնդիրները լուծելու համար, որտեղ պիտի իր խնդիրների լուծումը ստանա։ Հիմա եթե մինչեւ ներկայումս սա պետության գործառույթներ, ինչը կրկին ասում եմ նախարարության կանոնադրության կետերն են ինչ փոխվեց մեր երկրում, որ պետությունը այդ լիազորությունը մտածեց, որ պիտի փոխանցի համայնքին։ Օրինակ, ինչ կարողություն ավելացավ համայնքում։ Այդ համայնքները միջին հաշվով նվազագույնը 30-ից 50,000 բնակիչ ունեցող համայնքներ են, գյուղեր են, որոշ դեպքերում մինչև 20-25 նախկին գյուղերից բաղկացած, այսինքն դրանք փոքրածավալ զանգված չի։ Ու ընդեղ այդ սոցիալական կարիք ունեցող անձինք բազում են ու բոլորի խնդիրներն են այլ։ Հիմա եթե պայմանական համարենք, որ սա սոցիալ նախարարությունը մտածում է, որ պիտի համայնք անի։ Ընդ որում այս սեփական կարողությունները հաղթահարելու դրույթը նաև նախկին օրենքում է զետեղված։ Հիմա ինչ վիճակագրություն կա, օրինակ համայնքները քանի այսպիսի ընտանիքների խնդիր են լուծել։ Օրինակ, որ կարողացել են սեփական կարողությունները բարձրացնել համայնքի, որպեսզի նրանք կարենան ինքնուրույն իրանց խնդիրները լուծել։ Վիճակագրություն չկա, ինչքան էլ մոտենանք չկա։ Դժբախտաբար ինձ թվում է նաև հավանաբար այդ խնդիրը չի դրվել երբևէ, որ հասկանան արդյոք արժի, որ սա մնա համայնքին, չէ՞ որ ենթադրենք, թե 20 տարի է ձախողում ենք։ Չէ, ինչ ենք նորից նույն կերպ պահպանում։ Ու եթե հետենում ենք հանրային դժգոհությունը որպես կանոն սոցիալական միջավայրերում են, չէ, ավելի ակնառու դառնում։ Այսինքն ինչ խնդիր է դառնում, որ այս նույն խնդիրը համայնքներում սոցիալական կարիք ունեցող անձանց խնդիրները ոնց որ եղել են, այդ նույն կերպ էլ մնալու են, հələ մի փոքր ավելի խորանալու են, ավելի բարթանալու են։ Կար նախկինում, որ այս սոցիալական խնդիրների, սոցիալական աջակցության կարիք ունեցող անձանք դիմում էին գրում համայնքին, ավականին որոշում էր ինչ որ մի խորհրդանշական գումարներ էր տալիս, տարեկան մեկ անգամ։ Դրանք շատ փոքր գումար 20,000 դրամ, 30,000 դրամ, անցած տարի այդ դրույթը հանվեց։ Այսինքն դու համայնքը կրկին կարա այդ գումարը փոխանցի իր համայնքի բնակչին, բայց չի կարա ձևակերպի որպես սոցիալական աջակցություն։ Ու համայնքները ամենակիչ գլխացավոտ խնդիրը դա է, չէ, որ սոցիալապես կարիք ունեցող անձը գրի, իրանք էլ 30,000 դրամը տան, ընդ որում որոշ դեպքերում, եթե հիշում եք քաղաքական տեսանկյունից այդ հարցերը քննարկվեցին, չէ, մի որոշ համայնքներ դիտարկվեցին որպես ընտրակաշառք, բան չէ, այսինքն էս էլ հանվեցին։ Դեմ չեմ որ հանեցին, բայց այդ մարդը մնաց
մնաց, իր խնդիրները մնաց, որտեղ է ինքը իր խնդիրները լուծելու։ Եթե դա տալիս ենք համայնքին, այն համայնքին, որը պրոֆեսիոնալ աշխատակազմ չունի, այն համայնքին, որը տրանսպորտային միջոցներ չունի, դրանք բազում գյուղեր են, չէ՞, մեկը մյուսից հեռու, կենտրոնից հեռու, այդ աշխատակիցները բնականաբար նրանց աշխատաժամանակը 8-ն է, չէ՞։ 40 ժամյա աշխատանքային ռեժիմում են շաբաթական։ Ինչով պիտի գնան այդ համայնքները, ընդ որում մի ընտանիք քանի անգամ պիտի գնան կան։ Արդյոք նրանք տրանսպորտային միջոցներ ունեն, չունեն, պրոֆեսիոնալ կարողություններ ունեն, թե չունեն։ Սենց խնդիրներ են, որոնք այսինքն էլի սենց ձնագնդի նման մեծանում են ու սերնդեսերունդ իրար փոխանցելով գնում ենք առանց ցանկություն ունենալու առերեսվելու այդ խնդիրներին։ Եթե չենք առերեսվում, մեր խնդիրները չենք տենում, նրանք չենք գալու լուծումներ տանք։ Այս օրենքը այս նույն տրամաբանության մեջ է։ Մի երկու կազուսային բաներ էլ հոդվածներից։ Հիմա տեսեք ինչ է ասում գյուղատնտեսության բնագավառում նոր նախագիծը։ Սեփական լիազորությունները կրկին համայնքի իրականացնում է համայնքի գյուղատնտեսական ռեսուրսի հաշվառումը, որի կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Հիմա հարց առաջանում, համայնքը ինչի՞ պիտի գյուղատնտեսական ռեսուրսը հաշվառի։ Համայնքի աշխատակազմը գյուղատնտեսությամբ չի զբաղվում։ Առավել եւս զբաղվելու իրավունք էլ չունի։ Ինչի՞ պիտի նա այդ ռեսուրսը հաշվառի։ Չէ՞ որ ռեսուրսի հաշվառման համար վիճակագիրներ են պետք, համակարգեր են պետք, ծրագիրներ են պետք եւ այլ եւ այլ։ Եվ այդ հələ տեխնիկական մասը։ Եվ բուն խնդիրը ինչքանով է սա համայնքային նշանակության խնդիր։ Չէ՞ որ մենք ունենք այս ոլորտում լիազոր մարմին, որը պիտի այդ գյուղատնտեսական ռեսուրսը հաշվառի, այդ հաշվառման տվյալների հիման վրա ինչ որ պլանավորումներ անի, ինչ որ ծրագրեր մշակի, այդ ծրագրերը իրականացնի, արդյունքները ամփոփի, հետևություններ անի, այդ ծրագրերում փոփոխություններ անի, ինչ կապ ունի այստեղ համայնքը։ Դուք պատկերացնում եք, չէ՞, գյուղական համայնքներում, որոնք ենթադրենք թե 20 գյուղից են բաղկացած, որոնցում ենթադրենք թե 30,000 մարդ են ու բոլորը այս կամ այն չափով թեկուզ տնամերձ տարածք ունեն, այս էլ է գյուղատնտեսական ռեսուրս։ Ու այդ տնամերձ տարածքում քանի ծառ կա, այդ էլ է գյուղատնտեսական ռեսուրս։ Իմաստը ո՞րն է։ Այդ դեպքում ինչ ենք անում։ Նախորդ օրինակով սոցիալ նախարարության բյուջեից այդ միջոցները հանելու ենք տանք համայնքին, այս կետերով ու այդ կետերը հանելու ենք նրա կանոնադրությունից։ Հիմա այս ռեսուրսների հաշվառումը վիճակագրական ծառայությունից մեր այդ ռեսուրսները, այդ աշխատակազմը ամբողջովին հանելու ենք, մի բան էլ ավելացնելու ենք ու փոխանցենք համայնքին, եթե այս ենք անելու, այդ դեպքում ո՞րն է սրա արդյունավետությունը։ Կարող ենք հիմնավորել, որ եթե այս գործով պրոֆեսիոնալ վիճակագրական ծառայությունն է զբաղվում, սա պակաս արդյունավետ կլինի, քան որ համայնքի ինչ որ ոչ պրոֆեսիոնալ ինչ որ մի աշխատակից դրանով զբաղվի։ Այսինքն խնդիրը տանում ենք մի իրավիճակ, որ գտնելու ենք խավության նոխած բնականաբար, ու եթե ու sense խնդիրը մնալու է նույնությամբ պահպանված։ Ու ոչ մի վիճակագրություն, ոչ մի վերլուծություն այդ բազային տվյալների հենքով հնարավոր չի անելը, որովհետև ակնհայտ է, որ այդ տվյալները չեն համապատասխանում իրականությանը։ Ու սխալ բազային տվյալների վրա ոչ մի վերլուծություն հնարավոր չի անել։ Եթե նկատել եք բազում անգամներ նախկին վարչապետ Բնանդ Բագրատյանն է այս հարցը բարձրացնում։ Չէ, տարբեր ես շատ եմ հանդիպել, որ այդ վիճակագրական տվյալները հավաստի չեն։ Հիմա, այսինքն պրոֆեսիոնալ կառույցը, որ ուսումնասիրություն էր անում, մենք տալիս ենք ոչ պրոֆեսիոնալ կառույցին, ու դա դիտարկվում է որպես բարեփոխում։ Հիմա մի կազուսային բանի էլ անդրադառնամ անասնաբուժության, այս էլ 58-րդ Կրկին տեսեք ինչ ասում, լիազոր մարմինը սեփական լիազորությունների շրջանակներում ինչ է անում, լիազոր մարմնին տրամադրում է կատարված անասնահամաճարակային միջոցառումների հայտնաբերված վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների վերաբերյալ տեղեկատվություն։ Լիազոր մարմինը այս սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, որի կառուցվածքում է գործում այն լաբորատորիան, որը հայտնաբերում է այս հիվանդությունները։ Այսինքն ինչ անելու համայնքի այդ տվյալ դեպքում պաշտոնատար անձը մի 20 օր առաջ գրելու է այդ լիազոր մարմնին, ասի խնդրում եմ ասեք, թե իմ համայնքում քանի հիվանդություն եք արձանակ ախտորոշել։ Այդ տվյալները նա տալու է իրան, ու այդ տվյալները մի երկու օր հետ ու ինքը վերադարձնելու է կրկին նրան ումից որ ստացել է։
հասկանում եք, այսպիսի բաներ գրել ու սա հասցնել, որ արդեն միասնական իրավական նախագծերի տեղեկատվական հարթակում կարա շրջանառվի, այս նշանակում արդեն որոշակի կոնսենսուս եղել է, չէ՞, նախաձեռնող թիմի շրջանում, որ սա տպագրվել է ու հասանելի է դարձել մեզ։ Սա արդեն չգիտեմ, էլի ծիծաղելի հասցնելու բաներ են։ Երկրորդ կետով տեսեք ինչ ասում։ Ապահովում է անասնաբուժական ծառայության գործունեության կազմակերպումը համայնք սպասարկող անասնաբուժի միջոցով։ Հիմա ինչի պետք է ապահովի համայնքը ինչ որ մի բան։ Այս նույն տրամաբանությամբ օրինակ, ինչի չինք ապահովում իր խանութների, ենթադրենք թե հաշվապահների գործունեությունը, կամ չգիտեմ եսիմ ինչը, կամ մի այլ տեխնիկական բան։ Ինչ գործ ունի համայնք անասնաբուժական ծառայությունը, որ ապահովի։ Առավել եւս, երբ որ այս ապահովման համար մենք ունենք պետական մարմին, էկոնոմիկայի նախարարության կառուցվածքում գործող գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն ՊՕԱԿ-ը, որը պլանավորում է այդ հիվանդությունների ինֆորմացիաները հավաքագրում է, պատվաստանյութերը ձեռք է բերում, այդ անասնաբուժների հետ պայմանագրեր ակնքում, որոնք պիտի այդ գործ իրականացնեն, տրամադրում անման, մի խոսքով ամբողջ խնդիրը կա նաև կանոնադրությամբ, նաև օրենսդրությամբ վերապահված, բայց համայնքը պիտի ապահովի։ Ինչ գործ ունի համայնքը սրա հետ։ Առավել եւս վարակիչ հիվանդությունները, դրանք այն հիվանդություններն են, որոնք երբեք չեն կարող համայնքային նշանակություն ունենալ։ Քանի որ վարակիչ հիվանդությունները վարակիչ են, քանի որ նրանք արագ տարածվելու ունակությամբ օժտված են։ Այսինքն չի կարա մի համայնքի տարածքում դա լինի։ Եթե այստեղ կա ինչ որ մի կարճ ժամանակ տեղափոխվում է մի այլ տեղ, մի այլ տեղ, մի այլ տեղ։ Այսպիսի բաներ դնել օրենքի մեջ, սա ականա օրինակ, տվյալ դեպքում անասնաբուժության զարգացման հիմքում։ Այսինքն սա թույլ չի տալու, որ անասնաբուժությունը զարգանա։ Նույն կերպ թույլ չի տալու, որ գյուղատնտեսությունը զարգանա կամ սոցիալական ոլորտը զարգանա։ Եվ պարոն Ստեփանյան, խոսում ենք այսպես բացերի մասին, առհասարակ Հայաստանում որքանով է զարգացած տեղական ինքնակառավարման համակարգը։ Այստեղ էլի այդ տերմիններին անդրադառնալու ենք, եթե ասում ենք զարգացած ինչի նկատի ունենք։ Մենք հիմա շեշտը դնում ենք նրա վրա, թե ինչպես են այդ համայնքային իշխանությունները ձևավորվում։ Եթե թեկուզ լրատվության մեջ էլ բան անենք, մի հատ վերլուծություն անենք, փորձենք փաստագրել, չէ, վիճակագրություն։ Դրանք հələ մինչև ձևավորման process-ներին են ավելի շատ անդրադառնում զանգվածային լրատվությունը, թե նրանից հետո կատարվող աշխատանքներին։ Պարզավոր մինչև դրան։ Թեկուզ այս վերջի երկու համայնքների ընտրությունները ամբողջը խոսում են դրա մասին, չէ, ընտրվեց, չընտրվեց եւ այլն։ Բայց խնդիրը դա չի, չէ, ընտրվեց թե չընտրվեց, էս էլ է խնդիրի իհարկե, ինչպես ընտրվեց, էս էլ է կարևոր, բայց առավել կարևոր է թե այդ ընտրվելուց հետո ինքը ինչ պիտի անի։ Արդյոք ինքն այդ ինչ որ պիտի անի, դա անում է թե չի անում։ Կամ եթե անում է, ինչ մասով է անում։ Այն մասը, որը չի անում, բա ինչ է լինում, ոնց է տրանսֆորմացվում այդ խնդիրը, որոնք որ չեն արվում։ Ու այս դժգոհությունը համատարած նաև պայմանավորված է այսպիսի օրենքներով։ Ընդ որում սա մենակ այս օրենքը չի, որ այդպիսի իրավիճակում է։ Բազում այլ օրենքներ, որ այս նույն վիճակում են։ Ես խոսեցի նոր կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին, չէ՞, այստեղ էլ խնդիրներ կա։ Այս այն օրենքն է, որով մեր բոլոր նախարարությունների գործառույթը, կառավարության գործառույթ սահմանում է, ընդ որում հավելվածով նախարարությունների։ Եթե մենք նայում ենք նախարարության գործառույթներին, չէ, տենում ենք, որ մի շարք պահանջներ արտացոլված չեն ընդհանրապես։ Այսինքն հանրության շրջանում կա այդ պահանջը, այդ խնդիրը կա, բայց նախարարությունը կանոնադրական լիազորություններ չունի այդ իրականացնել։ Հիմա եթե ինքը դրան անդրադառնում է, դառնում է, որ լիազորությունները վերազանցեց, որովհետև ինքը լիազորված չէր ու այդ գործը արեց։ Իսկ եթե չի անդրադառնում, իր աշխատանքի որակի վրա բացասական ազդեցություն է ունենում։ Էս էլ է պատճառներից մեկը, որ պետական ու համայնքային կազմակերպություններ, մարմիններ շատ քիչ պրոֆեսիոնալներ են գնում, որովհետև հասկանում են, որ հայտնվելու են մի իրավիճակում, որ կամ լիազորությունների վերազանցում է լինելու կամ այսպես կոչված հանցավոր անտարբերություն կամ թափթփվածություն ու իրանք հայտնվելու են ինչ որ մի իրավիճակում որովհետև այն իրավական բազան որը որ ստեղծված է Հայաստանում թույլ չի տալիս մեր երկիր արդյունավետ կառավարել հիմա օգտվելով այս հնարավորությունից ես կառաջարկեի որ կրկին հետ քաշեն սա իհարկե վերախմբագրեն ու նաև հրավիրեն մասնագետների ովքեր որ կարան այս գործով զբաղվեն Պարոն Ստեփանյան, տեսեք,
խոսում ենք թիմի մասին եւ շատ օրինակներ ունենք, երբ իշխանական տեխնատուն ընտրություններում ինչ որ համայնքում չի անցել, նրան պաշտոնական անելու համար այսպես քրեական գործեր են սկսել կամ չգիտեմ, տարբեր ինչ որ գործընթացներ, ինչու է համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու գործընթացը տեղի ունենում նման անառողջ միջավայրում։ Արդյոք սա եւս բացերից չէ։ Դե ինձ թվում է, որ սա եւս սպասելիքների խնդրից է, որովհետեւ պայմանական եմ ասում, այդ ձեր ասած այդ գործունեությունը կամ այդ վարկագիծը ցուցաբերող մարմինները կամ անձինք ընկալումը չունեն դրա։ Իրանք էլ չեն սենց մանրամաս այս խնդիրներին անդրադարձել երբևէ։ Մակերեսի վրա են տեսնում դրանք։ Դրանք չեն տեսնում ժողովրդին, մարդուն, ամենօրյա շփում չկա նրա հետ։ Խնդիրներից անտեղյակ են։ Այսինքն սպասելիքները ավելին է այդ համայնքի ղեկավարից, քան որ իրականում նա կարող է անել։ Խնդիրը ինչու՞մն է այստեղ։ Դե եթե դա անհիմն է, ակնհայտ է, որ դա անառողջ է։ Օրինակ հենց Ալավերդիում։ Իհարկե։ Եթե դա անհիմն է, ակնհայտ է, որ դա անառողջ է։ Բայց կան դեպքեր, որ հիմնավոր են, էդ էլ կան։ Այնց որ այս դեպքերն էլ միգուցե եւ կանխակալ չեն գործողների տեսանկյունից ու պայմանավորված են այս իրավական այսպիսի բացերով, խութերով, որոնք որ կան։ Նաեւ այս դեպքում ինչին մենք անդրադարձանք սոցիալական, հիշում եք այդ օժանդակությանը։ Տեսեք, այդ քաղաքական իշխանությունները դժբախտաբար պահպանում են իրենց քաղաքական շահը։ Չէ, այս է իրանց հիմնական նպատակը։ Ու եթե ինչ որ մի այս կամ այն կուսակցություն իշխանություն ա ուզում, փորձում է դրան հասնել, ինձ թվում աստեղ խնդիր չկա, տենց էլ պիտի լինի։ Մի այլ բան է, որ անառողջ մեթոդներ է կիրառում։ Այս հա, բայց ակնհայտ է, որ դա չի կարա լինի ամբողջովին անառողջ կամ ամբողջովին առողջ։ Բոլորն էլ ինչ որ չափով մեղսավոր են, չէ, ինչ որ չափով։ Մի քիչ ավել, մի քիչ պակաս խնդիրը ստեղ չի։ Հիմա, բա այդ դեպքում եթե քաղաքական իշխանությունները քաղաքական շահ են հետապնդում։ Այս օրենքը, որը կոչվում է տեղական ինքնակառավարման մարմին, այս էլ եթե հիշում եք, խոսեցինք, որ համայնքային շահն է հետապնդում։ Այդ դեպքում ինձ կարաք ասեք, որտեղ է պետական շահը սպասարկվում։ Սա արդյոք նորից կառավարման խնդիր չի։ Ինձ թվում է, որ շատ կառավարման խնդիր է, շատ լուրջ խնդիր է սա։ Ընդ որում, այս խնդիրը ավելի ակնառու դարձավ 2019 թվականի դեկտեմբերին տարածքային կառավարման մասին օրենքը ուժի մեջ մտնելուց հետո։ Մինչ այդ որ մարզային մակարդակում մարզային շահը հետապնդող ինչ որ հաստատություն կար, լավ էր աշխատում, վատ էր աշխատում, սա է տեխնիկական հարցը, չեմ ուզում անդրադառնալ, բայց իրավունքի մակարդակով մարզային շահ հետապնդող կառույց չկա հիմա։ Եթե երբևէ ժամանակ ունենաք ու ընթերցեք այդ օրենքը, թեկուզ սենց հպանցիկ։ Տարածքային կառավարման մասին օրենքն է դեկտեմբերի ընդունված 19 թվականի։ Ընդհանրապես մարզային շահի հետ ոչ մի առնչություն չունի։ Բացարձակապես ոչ մի առնչություն։ Այսինքն համայնքային շահը թերի վիճակում է, այն ինչ որ կա, ակնհայտ կա, մարզային շահը անտեսված է, ոչ միտեղ չկա, ու ինչպես տեսնում ենք, պետական շահն էլ տենց ամբողջովին սպասարկող էլ չկա։ Այս դեպքում ոնց կարա այդպիսի կառավարման համակարգում ձեր ասած անառողջ մթնոլորտը չձևավորվի։ Օրինաչափ է դա որ պիտի լինի։ Որովհետև այդ օրենք ինքը գործողություն է, չէ, պարտադրում։ Ասում է դու գնա, ինչ բան արա, կամ այս ինչ բանը մի արա։ Չէ՞ որ պետական եւ համայնքային ծառայողները կոչված են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար օրենքով կամ սահմանադրությամբ լիազորված են։ Սա սահմանադրական նորմ է։ Այսինքն արարքյան հատականացման սկզբունքն է, կարծեմ թե իրավունքի ոլորտում։ Իսկ քաղաքացին կարող է անել այն ամենը, ինչ որ օրենքով արգելված չի։ Ստեղ է այդ տարբերությունը ընկալման։ Այսինքն այն ինչի համար որ մարդը պետական այրը կամ համայնքային օրենքով լիազորված չի նա անելու իրավունք չունի։ Այսինքն նրան սահմանափակել են որ սա չանես, բայց մի շարք մեծ խնդիրներ մնացել են բաց ու դրանցով ոչ ոք չի զբաղվում։ Հիմա տեսեք, եթե վերադառնանք կրկին այդ սոցիալական ոլորտին, ենթադրենք ինչ որ մեկը, եթե հիշում եք, որ ասցինք տարբերակված միգուցե խնդիրների մի մասը ստեղ լուծում, մի մասը այնտեղ։ Հիմա համարենք, որ ինչ որ մի անձ սոցիալական խնդիր ունի։ Այդ սոցիալական խնդիրը պայմանավորված է ինչ որ գործոններով, չէ՞, նյութական, առողջական, ֆիզիկական եւ այլն, հոգեբանական, այսինքն այս մարդ ակնհայտ է, չէ՞, որ տեղաշարժվելու, արագ կողմնորոշվելու խնդիր ունի։ Այդ դեպքում ոնց կարանա իր
հասանելիք ծառայությունների մի մասը ստե ստանա, մի մասն էլ գնա չգիտեմ որտե ստանա։ Չի կարա լինի, չէ՞, պետք է հասցեական լինի։ Այսպես կոչված մի պատուհանի սկզբունք կիրառվի, այս մարդ հասկանա ով իր գործով զբաղվի։ Այսինքն արհեստական խնդիրներ են։ Արհեստական խնդիրներ են, ինձ թվում է պայմանավորված մեր կառավարման ոլորտի պրոֆեսիոնալիզմով, որը գիտեք, այնպիսի ակնհայտ են, այնպիսի ակնառու են այդ խնդիրները, որ պայմանական եմ ասում։ Հիմա ենթադրենք, թե իմ աշխատողը լիներ, որ այս դրույթները գրել, ես գոնե կամ նկատողություն կամ աշխատանքի չեռացման ինչ-որ մի բան կնախաձեռնեի։ Առավել ևս, եթե դա մեր ներքին ստրուկտուրայից դուրս գար ու հասներ միասնական տեղեկատվական հարթակի։ Հասկացա։ Շնորհակալ եմ, պարոն Ստեփանյան, հետաքրքիր զրույցի համար։ Իմ հյուրն էր Տավուշի նախկին փոխմարզպետ Թաթուլ Ստեփանյանը։ Կհանդիպենք։